ունեցող ընթացիկ շինարարության փուլում գտնվող շենքերի, շինարարության ընթացքում անհրաժեշտ փոշեկլանիչ ցանցերի կամ օդի աղտոտվածությունը չափող սարքերի բացակայության հիմքով իրականացված վարչարարությունների եւ դրանց հիման վրա կազմված վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրությունների մասին, ձեռնարկել համապատասխան միջոցներ խախտումներ թույլ տվող կառուցապատողների նկատմամբ վերահսկողությունը խստացնելու ուղղությամբ եւ զեկուցել։ Հարգելի պարոն քաղաքապետ, սույն հանձնարարականի շրջանակներում տեղեկացնում եմ, որ հաշվետու ժամանակահատվածում քաղաքաշինական գործունեության ոլորտում իրականացված վերահսկողության արդյունքում ապօրինի շինությունների կառուցման եւ հողազավթումի դեպքերով կազմվել են ընդհանուր թվով 81 արձանագրություն, որից թվով 15-ը կազմվել են աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության կողմից, թվով 51-ը աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, վարչական շրջանների աշխատակազմերի կողմից թվով 15։ Նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների թիվը նվազել է 6-ով։ Հողօգտագործման ոլորտում սահմանված պայմանների խախտման դեպքերով կազմվել են ընդհանուր թվով 29 արձանագրություն, հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից։ Նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների թիվը նվազել է 21-ով։ Շինհրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերով կազմվել են թվով 127 արձանագրություն, որից թվով 16-ը կազմվել են աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության, 10-ը փոշեկլանիչ ցանցերի եւ 3-ը օդի աղտոտվածության չափող սարքերի բացակայության հիմքով։ Թվով 81-ը կազմվել են աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից, 34-ը փոշեկլանիչ ցանցերի եւ 9-ը օդի աղտոտվածության չափող սարքերի բացակայության հիմքով։ Վարչական շրջանների աշխատակազմերի կողմից կազմվել են թվով 26 արձանագրություն, որից 20-ը փոշեկլանիչ ցանցերի, 6-ը օդի աղտոտվածության չափող սարքերի բացակայության հիմքով։ Նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների թիվը նվազել է 12-ով։ Շինթույլտվությունների ժամկետի խախտման դեպքերով կազմվել են թվով 9 արձանագրություն, աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության կողմից։ Շինություններն առանց շահագործման թույլտվության ձևակերպման շահագործելու դեպքերով կազմվել են թվով 14 արձանագրություն, որից 12-ը աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության կողմից, իսկ թվով 2-ը կազմվել են աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից։ Նախորդ ժամանակահատվածի համեմատ կազմված արձանագրությունների թիվը նվազել է 1-ով։ Այսքանը շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Ղուկասյան, մի քանի կարևոր արձանագրում անենք։ Առաջին արձանագրումը այն է, որ շինհրապարակների պատշաճ կահավորման արձանագրություններով պայմանավորված մենք նաև հաջորդ տարի դիտարկելու ենք հնարավոր տարատեսակ արտոնությունները կառուցապատողների հետ կապված, մասնավորապես ժամկետների երկարաձգման շինթույլտվության ժամկետների երկարացման հնարավոր վճարների դուրքերի արտոնությունները նաև դիտարկվելու են շինհրապարակների կահավորման կոնտեքստում, մասնավորապես մեր գործընկերները այսօրվանից պետք է իմանան, որ իրենց շինհրապարակները ոչ պատշաճ կերպով կահավորելու դեպքում իրենք չեն ունենալու այն արտոնությունները, ինչ որ կունենային, եթե պատշաճ կահավորած լինեին, այսինքն ուղղակիորեն արձանագրությունները այս հարցով ազդելու են կառուցապատողների արտոնությունների վրա եւ ուզում եմ հատուկ շեշտել հենց այս պահից սկսած, որ դա էական ազդեցություն է ունենալու կառուցապատողների տուրքերի վրա եւ համապատասխան վերաբերմունքը, ինչպիսին կառուցապատողները կցուցաբերեն ավականու որոշման նկատմամբ, մասնավորապես ցանցերով եւ համապատասխան կահավորման մասով, համապատասխան վերաբերմունք էլ ավականին կցուցաբերի կառուցապատողների նկատմամբ, այսինքն նույն չափով եւ համարժեքորեն։ Հետեւաբար, արգելի կառուցապատողներ, հաշվի առեք, որ ձեր չտեղադրված փոշու կլանիչ ցանցերը, ձեր չտեղադրված օդի որակի չափիչ սարքերը, ձեր ոչ պատշաճ կահավորումը ֆինանսապես էականորեն ազդելու է ձեզ վրա։ Վստահաբար եմ ասում եւ ուզում եմ հատուկ հիմա շեշտել, սա այն է լինելու, ինչ մենք ավականիով դեկտեմբերին
որոշումը ընդունելու ենք եւ հետեւապես հարգելի կառուցապատողներ խնդրում եմ այս ուղերձը շատ ուշադիր լսեք, որովհետեւ հաջորդ տարի կարող է շատ բարդ տարի լինի ձեզ համար այս առումով։ Եվ երկրորդը պարոն Ղուկասյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել գնունու շուկայի հարակից տարածքում իրականացված ձեր աշխատանքի համար, ձեր վարչության աշխատանքի համար, մեր գործընկերների, ովքեր որ մասնակցել են, եւ պարոն Պետոյանն էլ արդեն իսկ խնդրել եմ, որ հնարավորինս սեղմ ժամկետում բարեկարգման նախագիծ այդտեղ իրականացնի, այնտեղ ունենք մի քանի առանձին հատվածներում դեռևս գտնվող կրպակներ, որոնք որ իրավական որոշակի կարգավիճակ ունեն, բայց այնուամենայնիվ մենք հասկանում ենք, որ այդ իրավիճակը տվյալ տարածքում պետք է փոխվի եւ այդ փողոցին ոչ հարիր կներեք այդ փնթի վիճակից մենք պետք է ձերբազատվենք օր առաջ։ Շնորհակալ եմ, հաջորդ։ Շինարարության բարեկարգման